Ես ունեի բազում ամրագրումներ, հարսանիքներ, հարսը զանգել է ինձ կոնկրետ լացում, ասում Արմինե ջան, ասում ինչ անեմ։ Ասում այ ցավը տամ, բա ես ինչ եմ, արի իրար ձեռ բռնենք, գնանք կառավարության շենքի դեմը կանգնենք, ասենք ախպեր ջան, այս մարդիկ չեն թողնեմ, որ դուք հարսանիք անեք ըստեղ։ Ինչ անեմ, ասեմ ավելին, հուլիսի 8-ին, իդեպ պարոն Փաշինյան, հուլիսի 8-ին վիրավորված զինվորի ծնունդ էր ու ես եւ Հովսեփ Սահակյան հյուրանոցի տնօրենը մենք որոշել ենք մեր անձնական գումարով այդ տղայի ծնունդը մեր մոտ կազմակերպենք լրիվ անվճար իրան տրամադրում ենք հյուրանոցի համար իր համար նվեր ենք պատրաստել ինչպես նաեւ բնականաբար իր ծնունդը մենք անվճար ենք ես ու Հովսեփը որոշել ենք որ այդ մեր կողմից է արվելու ու այդ մարդը զանգում է ինձ ասում Արմինե ջան բա ես գալիս եմ ու տեսնելով մեր այդ հաղորդագրությունը որ մենք դրել ենք որ մեր ռեստորանը ժամանակավորապես չի աշխատում այստեղ յուրաքանչյուրս ամեն մեկս մի ընտանիքի ինչ որ հարց, ինչ որ սոցիալական խնդիր մեր առաջ դրած աշխատում էինք։ Եվ այսօր իրոք մենք բոլորս խնդրի առաջ կանգնած ենք։ Նույնիսկ մեկ օրը, որ մենք չաշխատենք, դա մեզ համար արդեն խնդիր է, արդեն ինչ որ այսպես մինուս կա մեր սոցիալական կենցաղային եւ այլն խնդիրների մեջ։ Ես ունեմ երկու անչափահաս երեխաներ, որ ես այդ գալիս եմ, այդ գումարը աշխատում եմ, տանում եմ, պահում եմ, ոչ աշխատավարձան նստել, ես այդ երեխաներին, որպես երկու երեխաների մայր ոնց պահեմ, որ ինքը սաղ փակել է, ոչ գալիս եք աշխատանքի, ոչ աշխատավարձ եք ստացել, այդ երեխաներին ես ոնց պահեմ, գործազուրկ բոլորս նստել ենք տանը։ Բոլորն էլ ժողովուրդը ունեն վարկեր, պարքեր, չեն հասցնում այդ ամեն ինչը վճարել, անաշխատունակ վիճակ է բոլորի մոտ, պետք է այնպես կայանա, բացվի հյուրանոցը, բոլորը աշխատեն, որովհետև ոչ մեկ չի պարտավորվում այս մարդկանց վարկերը վճարել, բոլորն էլ շատ անապահով վիճակում են գտնվում, օրվա հացի ապրող ժողովուրդ են բոլորն էլ։ Այսօր ես դուրսն եմ մնացել, վարձով եմ ապրում ու վարձ չկարողանալու, հա, վճարը չկարողանալու վճարելու համար երեխեքից վերցրել եմ, ես ապրում եմ բարեկամների տներում։ Ու դա նորմալ չի։ Ոչ աշխատավարձ են թողում մարդիկ նստածնեն։ Մի անգամից գան ասեն հելեք գնացեք, այդ նորմալ չի։